Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողների էջով։ Մինչ թեմային անդրադառնալը հիշեցնեմ այս հատվածի մեր գործընկերներին։ Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով բնական կոնցեպտով պատրաստված Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը եւ երկարատև քունը։ Ինչպես նաեւ մեր հաղորդման այս հատվածին միացել է նոր գործընկեր։ Tonus-less տեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են ԱՄՆ-ում, 100%-ով բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, ապահովում ոսկրերի եւ մկանների աճն ու ամրությունը։ Gummy King հարցրեք բոլոր դեղատներում։ Դե ինչ, այսօրվա մեր թեման հազն է։ Մի խնդիր, որը շատ ծնողների անհանգստության պատճառ է դառնում։ Այսօր կտարբերակենք ինչ տեսակների է լինում հազը, երբ է պետք անհապաղ դիմել բժշկի եւ երբ պետք չէ անհանգստանալ։ Այսօրվա իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանը, ով կօգնի մեզ խորքային հասկանալ այս երևույթը։ Ողջույն, բժշկուհի։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Եկեք նախ սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում հազը եւ հիմնականում ինչ պատճառներով կարող է դիտվել։ Այո, շատ կարևոր հարցեր են իրականում, քանի որ հազը մեր մայրիկների ամենասիրելի գանգատներից մեկն է։ Նախ սկսենք նրանից, որ հազը միշտ չէ, որ մեր թշնամին է եւ ամեն հազ չէ, որ պետք է բուժել։ Հազը մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է եւ այն միտված է մաքրելու մեր եւ երեխաների շնչուղիները կուտակված լորձից, փոշու մասնիկներից, մարեներից, եւ եթե երեխան օրվա մեջ 1-2 անգամ ունեցել է հազի էպիզոդներ, դա դեռ չի նշանակում, որ կա որևէ լուրջ հիվանդություն եւ պարտադիր պետք է սկսել հազը բուժել։ Հազը կարող է պայմանավորված լինել օդի ոչ բավարար խոնավությամբ, օդի աղտոտվածությամբ, փոշու մասնիկների առկայությամբ եւ դրա համար միշտ երբ որ մենք փորձում ենք սկսել բուժում, ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Շատ լավ, այսինքն շատ դեպքերում հազը նույնիսկ պաշտպանական կարող է ֆունկցիա ունենալ ու պետք չէ իրեն միշտ կասեցնել ու կանգնեցնել, երբեմն դա նույնիսկ անհրաժեշտ է։ Այս շատ ծնողներ, մայրիկները, տատիկները փորձում են ինչ-որ տարբերակից ախտորոշումներ անել, կարծես թե ինքնուրույն ինչ-որ միջոցների դիմելու համար փորձում են տարբերակել թաց եւ չոր հազը եւ գտնել ինչ-որ համապատասխան միջոցներ, այնքանով է դա կարեւոր, երբ է կարեւոր իմանալ հազը չոր է, թաց է, ինչպես տարբերակեն, կարծում եմ նաեւ բժիշկների ներկայացնելու համար սա պակաս կարեւոր չէ։ Սովորաբար երեխաների մոտ հիվանդությունը սկսվում է չոր հազով եւ հետո վերափոխվում թացի։ Այսինքն թաց եւ չոր հազերը մեկը մյուսին հաջորդող փուլեր են լինում շատ հաճախ։ Իհարկե առանձին դեպքերում կարող է հազը լինել միայն չոր կամ միայն թաց։ Հիմնական տարբերակիչ ախտանշանը դա խորխի առկայությունն է։ Թաց հազի ժամանակ առկա է խորխ արտադրություն, ընդ որում մանավանդ փոքր տարիքի երեխաները չեն կարողանում խորխը դուրս բերել մեր համար սովորական ճանապարհով, կարող են խորխը կուլ տալ կամ հազի էպիզոդը կարող է վերջանալ փսխումով, էլի խորխի պարունակությամբ։ Իսկ չոր հազի դեպքում խորխարտադրություն չկա, այն ավելի այսպես չոր նոպայաձև տանջող բնույթի է լինում։ Այսպես ասած, սպաստիկ, անկծկումանման չոր հազն է։ Կարող է տհաճություն լինել կոկորթում, կրծքավանդակում չոր հազի դեպքում եւ սովորաբար հազից հետո երեխան կամ մեծահասակը չեն հանգստանում, այլ ընդհակառակը հազը ունի ավելի տանջող անհանգստացնող բնույթ, մինչդեռ թաց հազի դեպքում, երբ որ այդ խորխը ստացվում է դուրս բերել, այո, որոշակի թեթևություն կարող է լինել։ Կան արդյոք ախտանշաններ, որոնք անհանգստացնող են, օրինակ եթե նկատել են, պետք է անհապաղ դիմեն բժշկին։ Այո, պարտադիր, դա շատ կարևոր հարց է եւս, մանավանդ հաշվի առնելով սկսվող այս սուր շնչական վարակների սեզոնը, եթե հազը ուղեկցվում է ակտիվ բարձր ջերմությամբ, 38.5 եւ ավելի ջերմությամբ, երեխայի ընդհանուր թուլությամբ, եթե ծնողը նկատում է մաշկային ծածկույթների գունատություն կամ առավել եւս կապտավուն երանգ, եթե շնչառությունը դժվարացած է հեվոցով, առկա են լսելի խզոցներ կամ մենք դրանց անվանում ենք սուլող շնչառություն։ Այդ բոլոր դեպքերում պարտադիր եւ անհապաղ պետք է դիմել բժշկի։ Այ հետաքրքիր բժշկուհի, արդյոք կան տնային միջոցներ, որոնք կարելի է օգտագործել, կիրառել եւ չվախենալ, որ դրանով կարող են վնասել երեխաներին եւ իհարկե հետաքրքիր է արդյոք կան դեղամիջոցներ, որոնք եւս միգուցե ոսկե ստանդարտ են եւ կարելի է բոլոր դեպքերում օգտագործել եւ դա ողջունվում է։
Ինչպես արդեն քննարկեցինք, մեծ մաս դեպքերում հենց հազը բուժել պետք չի եւ պետք է թողնել, որպեսզի երեխան ինքնուրույն կարողանա մաքրել իր շնչուղիները։ Տնային պայմաններում ծնողները կարող են օգնել երեխաներին առատ հեղուկներ տալով, որպեսզի խորխի դուրսբերումը ավելի հեշտ լինի, սենյակում տնային պայմաններում օդի բավարար խոնավություն պահպանելով, որպեսզի շնչուղիները չգրգռվեն, հաճախակի օդափոխել սենյակը։ Իհարկե հազով բալիկին, հիվանդ բալիկին ցանկալի չի տանել մարդաշատ վայրեր, բայց միևնույն ժամանակ, եթե երեխայի ընդհանուր վիճակը թույլ է տալիս, ցանկալի է, որ երեխան ունենա նաև զբոսանքներ մաքուր օդի։ Այո, հեղուկները կարելի է գոլ վիճակում օգտագործել եւ այսպես տնային մեթոդներից երևի թե միակը, որ քիչ թե շատ ունի ապացուցված էֆեկտիվություն, դա մեղրի օգտագործումն է։ Այսինքն ավելի մեծ տարիքի երեխաներին եւ իհարկե այն բոլոր դեպքերում, երբ որ մենք վստահ ենք, որ երեխան ալերգիայի խնդիր չունի մեղրից, կարելի է օգտագործել մեղրը որպես տնական բուժման, այսպես փոքր միջոց։ Եթե նկատել եք, շատերս չենք օգտագործում խոնավեցման սարքեր տնային պայմաններում եւ դա այդքան էլ լավ չի համաձայնեմ։ Ինչ կասեք նաեւ ինհալյացիաների մասին, արդյոք դա կարելի է կիրառել տանը, արդյոք դա կարելի է հենց հազի դեպքում, որ մայրիկները ինքնուրույն տանը անեն եւ այդ հեղուկները, որոնք որ օգտագործում են, ինչքանով են անվնաս։ Կան շատ տարբեր ինհալյացիայի տեսակներ եւ ինհալյացիա կատարելու մեթոդներ եւ այդ իսկ պատճառով ինհալյացիա կատարելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։ Առհասարակ ցանկացած հակահազային, խորխաբեր, հազանգճող դեղորայք օգտագործելուց առաջ ճիշտ կլինի, որ ծնողները խորհրդակցեն իրենց մանկաբույժի հետ, որովհետև երբեմն օգտագործված դեղամիջոցները կարող են ոչ միայն օգուտ չբերել, այլ հակառակը վատթարացնել իրավիճակը։ Օրինակ փոքր երեխաների մոտ խորխաբերների օգտագործումը կարող է համ ձգձգել հիվանդության ընթացքը, համ խորխի, այսպես ասած, ջրիկացման հետևանքով երկրորդային ինֆեկցիան ավելի բարդացման պատճառ դառնալ, որովհետև փոքր երեխան այսպես թե այնպես չի կարողանալու արդյունավետ կերպով դուրս բերել խորխը։ Ամբողջ աշխարհում ներկայումս հիմնականում մինչև 4 տարեկան երեխաների դեպքում խորխաբեր պրեպարատները լայն կիրառություն չունեն, այո։ Արդյոք կան խորհուրդներ ինչպես կանխարգելել, եթե դա իհարկե հնարավոր է եւ ինչ խորհուրդներ կտակ ընդհանուր գոնե հաճախականությունը եւ այդ ձգձգվող հազից խուսափելու համար։ Այո, սկսենք նրանից, որ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, որպեսզի խուսափենք ձգձգվող հազից։ Երբեմն հազը այսպես թե այնպես կարող է ունենալ ձգձգված բնույթ եւ դա նույնպես համարվում է նորմայի տարատեսակ։ Մենք ունենք մի այսպիսի տերմին, կոչվում է հետվիրուսային հազ։ Այսինքն տարած վիրուսային վարակից հետո միջև 2, նույնիսկ երբեմն 3 շաբաթ հազը, որը չի ուղեկցվում այլ վտանգի ահազանգերով, կարելի է համարել նորմայի տարբերակ եւ չփորձել, այո, այն դադարեցնել, բուժել տարատեսակ դեղորայք օգտագործելով։ Իհարկե, ցանկալի է խուսափել հիվանդների հետ շփումից, հնարավորինս սահմանափակել մարդաշատ վայրերում գտնվելու երեխաների տևողությունը, հաճախ օդափոխել փակ տարածությունները, լվանալ եւ ախտահանել ձեռքերը, եթե հիվանդների միջավայրում գտնվելը անխուսափելի է, օգտագործել դիմակներ եւ իհարկե կան նաեւ որոշ սպეციფიկ հիվանդություններ եւ որոնք ուղեկցվում են հազով, որոնց համար գոյություն ունեն պատվաստումներ, այսինքն հետեւել պատվաստումներին, օրինակ կապույտ հազի դեպքում, գրիպի վիրուսի դեպքում մենք ունենք նաեւ նախատեսված պատվաստումներ։ Շնորհակալ եմ շատ բոլոր հարցերին անդրադառնալու համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսում էինք երեխաների մոտ հազի մասին, խոսեցինք ձգձգվող հազից, ինչ միջոցներ կարելի է կիրառել եւ իհարկե երբ է պետք անհապաղ դիմել բժշկական օգնության։ Մինչ թեման ամփոփել է եւ անցնել հաջորդ հատվածին, հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերներն են բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով, Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը եւ երկարատև քունը։ Ինչպես նաև այս հատվածի երկրորդ գործընկերն է Tonus Less տեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով, Gummy King մանկական վիտամիններն արտադրված են ԱՄՆ-ում եւ 100%-ով բնական են, ունեն մրգային համ, չեն պարունակում կոնսերվանտներ։ Վիտամինները հիմնականում կարող եք ձեռք բերել Tonus Farm դեղատնային ցանցում, իսկ on-line պատվիրելու համար կարող եք զանգահարել 055 30 53 07։ Այս հատվածում այսքանը, եկեք շարունակենք։